հոկտեմբերանի 5-րդ սովխոզից եմ, մշակում եմ մեր այ դեղցերնա, մշակում եմ, բերել եմ ստեղ, վաճառում եմ, այս տարի էժան է գները։ Ինչքան էժան եք վաճառում։ Այս պահին 200-250 դրամ եմ տալիս, թանկ ասում եմ չեն առնում, ասում են մենք էլ պետք է տանենք վաճառենք, 50 դրամ էլ մեզի մնա։ Սուպերմարկետներում չեմ նկատել, ես չեմ տեսել, բայց լսում եմ 1000 քանի 100 դրամ է կիլոգրամը դրած։ Իշխանովա ճիշտ չգիտեմ, բայց սուպերմարկետներում թանկ են տալիս։ Բնական է, եթե 200-ով ինձ առավ, կարող է տանի այդ մարդը 300-ից 400 դրամ ինքը ծախի, թե գյուղերում է, թե շուկայում է, չեմ իմանում ուտեղ են տանում ծախում, թե կարող է տանում բիդի խանութներին են իրանք է տալիս, կարող է երրորդ ձեռքան գնեմ ես արգղը։ Այնա, հոպարազմա տանում եմ, նիսա հետ բաժանում եմ, մյուս ռեսինետում են, վերցնում են, են օրը մի հատ հոպար ասեց, տարա նիսա տվի, երկրորդ օրը գնացի վերցնի, այդ մարդը մեռել էր։ Հա, ասեց մեռել էր, տղուծուզի ասմա գնա հորիցս ուզա։ Ես էլ ումից էտամ ուզ, մեռած մարդուց էտամ հող ուզեմ, մա գնաս կորավ, 3800 դրամս։ Մեր տանջանքը մեզի մեր չաչարանքն է, մեր տանջանքն է մեզի քյար մնամ։ Մենք աշխատում ենք մի տալիս ենք տրակտորիստի, թույնի, պարատանութի և բանկերը տոկոս ենք տալիս։ Այդ հողը, որ օգուտավոր են, կյանքում պետությունը չէ տայս խեղճ կրավի։ Էնի իրանցից ազատել տվեց է ժողովրդին։ Ասում է հողը տվին գյուղացու գլխին, ոչ թե հողը գյուղացու տվին։ Պետության աջակցություն չեք տեսնում գյուղացիներին, աջակցում եք։ Ուրո ջան, էդ ինչ բառ ես ասում, մենք առաջի անգամ ենք լսում, էդ ինչ, պետություն ինչի պիտի մեզ աջակցի։ Ոչ մի բանով է չի աջակցում։ Մտահոգված չէ գյուղացու խնդիրներով։ Ինչ անենք, ուրո ջան, ինչ պիտի, որ մտահոգանք ինչ պիտի անենք։ Օրինակ, հիմա ասում են, մենք պետք է Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահմանները բացենք, հարևանություն անենք, առևտուր անենք, որ բացվի մարգարան կոնկրետ, եթե բացվի, ձեր վրա ինչպես է անդրադառնալու։ Մի կողմից կարող է լավ լինի, չէ, մեկ կողմից կարող է լավ լինի, ճիշտ է մեր ապրանքը հլնի եթա, ծախվի, մի կողմից իրան վնաս կլինի, որտեղ երկուս Թուրքիան կբերին այս պամիդոր էժան գլսնից թե գյուղացու ապրանքը կմնա։ Բայց Թուրքիան գյուղատնտեսությամբ ինքնաբավ երկիր է, մեր ծիրանը, դեղցը կառնի, մեզանից գյուղամթերք։ Որ մեզից դե կառնի կարա չերես Թուրքիա ուրիշ տեղ էլ տանեն, ամեն ինչ անեն, բայց այսօր կարա լավ լինի, կարա վատ լինի, միջև այն բանը ժողովրդական խոսքով աշկով չտենանք չենք հավատա։ Մենք ընդամենը մի հատ շուկա ունենք, էդի Ռուսաստանը, որ մեր անվորակ ապրանքը նարտել է, Ռուսաստան էլ քեզի շուկա չի, շուկա է, լավ է շուկա է։ Ծիրանը հասնում էր, պագմեն շապատներով ծիրանը թապն էր տագը մնում էր, էդի քեզի շուկա է։ Ապրանքը էթմա Ռուսաստան, ուրիշ ոչ պետություն այդ ապրանքը չի վերցին։ Էսի իտանի ապրանք չեն է որ ապրանք։ Փաշինյանը ասում է, եթե Եվրոպայից տուրիստը գա այստեղ ուտի հայկական ծիրանը, դա էլ է արտահայտում։ Էդի աննորմալ մեկ ծիրան ուտի, 1200 տոննա ծիրան կարա ուտի, ամենաքիչն եմ ասեմ, խեղճ տուրիստ, 2000 տոննա ծիրան կարա ուտի այդ տուրիստը, տուրիստը մեր հայտ նման չի կարող, դե 2 հատ կերավ Հազարներում փորացավ կկպնեինի, մնաց կիլոներով, տոնաներով ուտիտ, Փաշինյան։ Փաշինյան ասում է, մեզի չկա ավտոն բրթելով դա շուկա, Փաշինյանին ինչ կա, են ինչ ուզի կասի։